Կադրում 8-րդ մոտոհրաձգային բրիգադի տանկերն են։ Տանկի առջևից քայլող սպան տանկային գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մովսես Դավթյանն է։ Նա մասնակցել է հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիային։ Դավթյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ֆիզուլիի մոտակայքում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված եւ 44 օր տևած Արցախյան պատերազմի ամենաքննարկվող դրվագներից է հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման օպերացիան, որը հանրությանն ավելի հայտնի է Լելեթեփեի ձախողված օպերացիա անունով։ Ջրականի զորամասի ճեղքված բնակիցը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, սնուցման ճանապարհները փակելու նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում էր կայացվել հակառակորդին հասցնել հակահարված։ Այս օպերացիայի վերաբերյալ 2022 թվականի սեպտեմբերին գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Նա մեղադրվում էր ռազմական դրության պայմաններում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ Ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի եւ մարդկային ուժի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ։ 2023-ի նոյեմբերին Ջալալ Հարությունյանն արդարացվեց։ 11 փորձագետների 306 էժանոց եզրակացությունը պարզեց։ Այդ օպերացիայի ընթացքում Ջալալ Հարությունյանի գործողությունները եղել են գրագետ, զգոն եւ բարեխիղճ։ 2025 թվականի մայիսի 14-ին գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ի օպերացիայի վերաբերյալ եւս մեկ քրեական վարույթ։ Մեղադրանք է առաջադրվել օպերացիայում ներգրաված ռեզերվային ստորաբաժանումներից 8-րդ առանձին մոտորաձգային բրիգադի հրամանատար գնդապետ Արթուր Օհանյանին, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Իսկ նույն զորամասի գումարտակի հրամանատարներ փոխգնդապետ Գեգամ Աբրահամյանը եւ փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը մեղադրվում են օպերացիայի ընթացքում զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության Գառնիկ Մնացականյանը տանկով կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից ենթակա անձնակազմին, մեխանիկ վարորդին եւ նշանառու օպերատորին տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը տանկի կողաշրջման առիթն օգտագործելով իրականացվող հակահարձակման ակտիվ մասնակցություն չունենալու, հետևաբար հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ մնալով տեղանքում որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու եւ ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ, փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի հետագա կատարումից։ Իրավունք չունեմ քննադատեմ վերադասին ընդհանրապես, որովհետեւ զինվորության մեջ դա չկա էլի վերադասին քննադատելը, դա մի քիչ ծիրունել չի, բայց շատ անփույթ է կազմակերպված ամեն ինչ։ Միակ հարձակողական գործողությունը ինել այդ ձևի պատրաստվեց ժամերի ընթացքում ու միանգամից երկու մարտական խնդիր կատարեց։ Ինքը ռազմերթին էլ է մարտական խնդիր, չէ՞։ Ամենադժվար մարտական խնդիրը ռազմերթն է, քան թե մարտական գործողությունը դա ընդհանրապես իմ կարծիքով 120 կիլոմետրանոց ու մեր զրահատեխնիկայով երթ կատարեց ու միանգամից լիցքավորվեց մտնեց մարտական գործողությունների մեջ։ Այն դեպքում, երբ որ ազնագազմը սաղ գշեր քշում է, իրիկունը պատկերացրեք 11-ին դուրս գաս ու առավոտը 7-ին բոյի մեջ մտնես, մի քիչ էլ չի, էլի գործի մոտիկ չի։ Այսինքն այդ ամեն ինչը պլանավորումը ես չեմ կարող ասեմ, ճիշտ չի եղել իմ կարծիքով։ Ես որպես զինվորական եմ ասում։ Իրեն առաջադրված մեղադրանքի եւ օպերացիայի մասին հետքը զրուցել է այս գործով մեղադրվող տանկային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանի հետ։ Հետն առաջիկայում կներկայացնի հոկտեմբերի 7-ի հակահարձակման բոլոր մանրամասները, մտահաղացումից մինչև իրագործում, ձախողման պատճառներ։ Առաջինը դա հակահարված չէ, հարված էր, կոչում ոչ թե հակահարված, ես չգիտեմ դա իրանք ինչ են գրել այդ թղթերում։ Մեղադրանքը չեմ ընդունում, անհիմն բաներ էլի գրած։ Իսկ պատմեք ինչ ա եղել իրականում։ Ամսի 5-ին իրիկունը մեզ հրամանատարը զանգեց, ասաց առավոտ ժամը 6-ին իմ մոտ ունեք հրամանատարական կետում, դեռ մենք ընտրվածման շրջանում ենք։ Որ գնանք տեղազոնում, ամսի 6-ին առավոտը գնանք տեղազոնում։
Ես առաջարկեցի, որպեսզի վաշտի հրամանատարներ լինեն, ինքը ասաց մենա գումարտակի հրամանատար շտաբի պետ, ես ասացի թող վաշտի հրամանատարներ լինեն։ Առաջարկս ընդունեց եւ մենք առավոտը 6-ին դուրս եկանք։ Ես իմ վաշտի հրամանատարներով գումարտակի հրամանատարը, մյուս գումարտակի հրամանատարը։ Գնացինք Հադրութ դպրոց, որպեսզի մեզ ուղեկցեն այդ մարտական գործողության այդ շրջանը տեղազննելու, տեղանքին ուսումնասիրելու համար։ Բադասյան Վահանը ինքը պիտի մեզ ուղեկցեր այդ մարտական շրջան, կիրառման շրջան, որպեսզի տեղանքում մենք կատարենք աշխատանքներ։ Սակայն 9-րդ Հադրութ 9-րդ կիլոմետրի տարածքում հրետանային արկերից Բադասյանը վիրավորվում է եւ մենք հետ ենք շրջում։ Հետ ենք շրջում ու գալիս նորից դպրոց, որպեսզի նորից մեզ ուղեկցող տան, որ մեզ տանի տեղանքը ուսումնասիրենք։ Մինչև ուղեկցողները չեմ սխալվում Ֆիզուլի զորամասի պիտի լինեին, զրահատանկային գումարտակից պիտի լիներ այդ ուղեկցողները։ Մինչև եկան արդեն 3-4 ժամի, արդեն 16:00-ի սահմաններում էր ու եղանակը տեսանելիություն չկար, անպամած էր։ Սպասեցինք մինչև որ տեսանելիությունը բացվի ու գնանք տեղանքը, սակայն տենց էլ չբացվեց եւ մենք տեղազոնում չարեցինք։ Ընդհանրապես տեղանքին չծանոթացանք ու եկանք հրամանատարական կետ, պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետ, գումարտակի հրամանատարներով, մեկ էլ զորամասի հրամանատարներով Օհանյանի հետ։ Ինձ առաջատարակը տվել է Հարությունյան, Ջալ Հարությունյանը։ Ինքն անձամբ տվել, ասում քարտեզը մենք որ գնացել ենք բանակի խորացված կետ, բացատրել է, ասել է, այնտեղ եղել է մենակ մենք չենք եղել, եղել է տանկային բրիգադի հրամանատարը, այնտեղ եղել է հետախուզական գումարտակի հրամանատարը, Նոզով էլ է հետախուզակի գումարտակը, եղել է Ֆիզուլի զորամասի հրամանատարը Մելքոնյան Մանուկը, մենակ բացի դրանից իր ախրեն վարչության մարդիկն են եղել, Բաբայան Սամվելներ, Արայիկ Հարությունյաններ իրանք մի կողմ կաղնած էին, այսինքն քարտեզին չէին մոտիկ անում իրանք։ Անձամբ իմ գումարտակի խնդիրը, որ ասենք որ եղել է, մեկ մոտորաձգային վաշտի հետ, պետքա հարվածեինք աջ թևից, հակառակորդի աջ թևից հարվածեինք, կտրեինք առաջնային ուժերը, թիկունքային ուժերից, որպեսզի այդ սնուցում, այդ ապահովում, այդ բաները չլինի, հետո այդ իրանց առաջնային զորքերի վրա այլ գումարտա, այլ զորամաս, այլ ստորաբաժանում հարված հասցնի ոչնչացնի խնդիրը դա եղել։ Ոնց է ծրագրված օպերացիային մասնակցում էին քանի ռեզերվային ստորաբաժանում բրիգադը, առանձին մոտորաձգային 8-րդ բրիգադը առանձին մոտորաձգային բրիգադը 8-րդ առանձին մոտորաձգային բրիգադը 2 գումարտակով, 1 տանկային, 1 մոտորաձգային, տանկային բրիգադը 1 գումարտակով առանց 1 տանկային վաշտով։ Եվ 1 հրաձգային վաշտ, չգիտեմ, կամ 3-րդ պաշտպանականից, կամ 2-րդ։ Ինքը խնդիրը տվեց, վերջում հարցրեց, բարձա, բացատրի, ես մի փոքր բացատրեցի, ասեցի, այս երթուղով գալիս եմ, այս բանակից զբաղեցում։ Հարցրեց, տեղանքին ծանոթ ես, ասի, չէ, թե լավ քեզ կուղեկցեն, այդքան։ Նրանից հետո, ասենք, Օհանյանը, որ թե խորհրդակցում է արել մեր զորամասում, ինքը ընդամենը զուտ կազմակերպչական հարցերն է թիկունքու, ոնց պիտի ապահովի հացը, ոնց պիտի ապահովի սպառողությունը, ինչ գործ պիտի անի, կապը ինչ գործ պիտի անի, հետախուզությունը, հոպը, զուտ ասենք գումարտակի հրամանատարները նորից չի խնդրավորել, էլի որ ասես քարտեզի վրա նորից բացատրի, բա ինչ։ Այդքանն է եղել ընդամենը։ Իսկ հենց այդ օպերացիան, երբ որ ներկայացնում էր հրամանատարը, ներգրաված ստորաբաժանումների հրամանատարների մոտ հարցեր կամ, չգիտեմ, քննարկումներ չի եղել առասարակ օպերացիայի հետ կապված։ Բայց հարցեր տվել են, ինչ որ անհասկանալի բաներ եղել է։ Կասկածները միայն մի բան ա եղել, իմ մոտ առաջացել, դա ես չեմ կարողացել արձագանքեմ, որովհետև տեղանքին ծանոթ չեմ եղել, եւ ազնագազմը ընդհանրապես ծանոթ չի եղել։ Երբ որ ինքնից հարց տվել ասել, տեղանքին ծանոթ ես, ասել եմ, չէ, ես ասա երևի քարտեզներ բան կտրամադրեն, էլի միջև դասակի հրամանատար։ Բայց դա էլ չեղավ, քարտեզը չտրամադրեցին։ Դրա համար իմաստ չկար, ես հարց տայի, էլի ասի, որովհետև ինձ այնց բարձր վերադաս կանդը զորամասի հրամանատար կարող գլխովը չեմ թռնելու, ես հարց տայի։ Ընդհանրապես թե պաշտպանողական, թե հարձակողական մարտեր վարելիս առաջի սուրբ գործը դա տեղանքի զննումը։ Նո գնահատականը, հակառակորդին գնահատական է տալիս, առաջի սուրբ գործը հրամանատարին, որ տեղանքում աշխատանքներ կատարելն է, տեղազննում կատարելն է։
տեղանքին ծանոթանալ, թեկուզ քարտեզով, եթե քեզ դոստոպ չունես մոտիկանաս այդքան ասենք տեղանքում, որտեղ պիտի մարտական գործողություն վարես, տեղանքում ծանոթանաս, կատարես աշխատանքներ տեղազուն, ապա քարտեզով քեզ պիտի տեղազննեն։ Քեզ պիտի ասեն, որ այն մնացականյան, այսիշ տեղը տանկը չի անցնելու, այսիշ տեղը խաղող այգի է, գնալով ես ընդ պրովոկեք է, կարող է տանկերը փաթաթի էլի չկային ասան, ստը ջահիճ է, ստը կանալ է, ստը պայթեցնելու են տղո պիտի անասեն, պիտի տեղանքում իմանաս, չէ՞ ոնց պիտի գնաս, էդ էլ բան չի, զորավարություն չի, որ ասես գնաս չստացվի նորից, հետգաս նորից գնաս անես, գնում ես մարտական գործողությունների, իհարկե, մինչև դասակ իր ամանատարը պիտի Չէ տանկի հրամանատարը թեկուզ, ջոկ հրամանատարը պիտի տեղանքին ծանոթ։ Եթե պեխոտ չի, նամանավանց տեխնիկայով։ Պեխոտը եթե կարողանում է ինչ-որ պապլաստուսկի, վազելով, ծնկաչով, եսիմ գետերի մեջով, անտառների միջով, կանալների միջով ինչ-որ հաղթարի անցնի, տանկերով չես կարող, չէ այդքան այդ տեղանքին ծանոթ։ Ու մենք արդեն գնացինք մեր հրամանատարական կետ, Զորամասի հրամանատարական կետ, Օհանյանը դեմ մի փոքր կազմակերպչական հարցերով խորհրդակցություն անցկացրեց վարչության եւ գումարտակի հրամանատարների հետ եւ միաժամանակ մեզ ասեց, որ զանգեք ձեր հրամանատարի տեղականները թող շարասյունը կազմավորեն։ Մենք գտնում ենք Ուխտասարում։ Ուխտասարը դա Ասկյանի շրջան է, Ուխտասարը, դա է կենտրոնական շրջան։ Ես զանգեցի իմ սպառազինության գծով տեղակալին, քանի որ շտաբի իմ հետ էր այդ խորհրդակցություններ, ինքը սկսեց Վաշտի հրամանատարի հետ կազմավորել սա շարասյունը, ու կես ժամից Օհանյանը կազմակերպչական հարցերը, զուտ կազմակերպչական հարցերը, թիկունքային, տեխնիկական ապահովման այդ հարցերի խնդիր դրեց, հետախուզությանը, կապին, սաղին խնդիր դրեց, ու մենք եկանք արդեն ժամը գծետը 22:00-ին, ասեց 22:30 շարժում ենք։ Ինձ 10 րոպե ժամանակ ունեի, մութ էր, ես սա գազնակազմը, արդեն շարասյուն կազմավորված էր, զրահատեխնիկան։ Ես սա գազնակազմը հավաքեցի, սաղ, որտեղ իրանք էլ չեն տեղյակ, ուր են գնում, ինչ են անում։ Ես հավաքեցի բոլոր, սկսած մեխանիկ, վարորդ, հրամանատար, բոլոր տանկի ազնակազմներին, հավաքեցի մի հատ լեռան, ասենք լանջի նստացրի, որտեղ շարասյունը կազմավորված։ Ասեցի մոտավորապես ուր են գնում եւ ինչ խնդիր է։ 10 րոպե ժամանակ։ Ասեցի, որ երթուղին այս երթուղին է, գնում ենք տող զապրավկում կլիցքավորվենք, ու նրանից հետո արդեն գործողությունը կշարունակենք, դաշը արդեն ես ընդ կղեկավարեմ, ես կլինեմ ձեր հետ։ Ну, շարժվեցինք, մեզ ուղեկցում էր Զորամասի հրամանատարի տեղակալը, իր օվազով, տանկային գումարտակը, անձամբ ինքն էր ուղեկցում։ Եվ ինքը ուղեկցելուց ընդ մի հատ սխալ ճանապարհ ցույց տվեց, ես իրան ասեցի այդ ճանապարհը որ գնանք, ընդ մի հատ մոստ կա, չի պահելու այդ մոստը։ Սխալ են գնում, էլի պիտի հետ գնանք այս մի ճանապարհ։ Մինչև արդեն տանկերը դասավորեցինք, դե նեղ տեղ էր, մինչև տանկերը հատ հետ տվեցինք, ոչ մի ժամ ժամանակ կորավ, դե մոտավորապես։ Ну բռնեցինք մեր երթուղին, բռնեցինք եւ արդեն Շոշգյուղ այդ Կարմիր գյուղ այդ արանքում, այդ տարածքում իմ տանկս սկսեց յուղ թողելը, որ տանկով ես էի շարժում։ Ես կաղնեցի, աջ կաղնեցի, իմ բարեկյուբանական գծով տեղականին կանչեցի, Հովանեսյան Կարենին կանչեցի, ասի դու մնա այս տանկի ազնակազմի մոտ, եթե սարքվի մեր հետևից հասի շուտ, ու ես ուրիշ տանկ նստեցի, հասա տող զապրավկեն, արդեն առավոտվա գծետը 5:30-6 կողմերը մենք հասանք տող զապրավկեն, նոնդե արդեն մի քիչ է տող զապրավկեն անկանոն վիճակ էր, ով կարում էր լիցքավորում էր, BMP-ն մի կողմից, տանկերը մի կողմից, ուրիշ Զորամասի տեխնիկաներ կան, սենց խառը շփոթ վիճակ էր, մի պահ պատկերացնում ես, ես ընկած արդեն տեխնիկաները քաշում էի, որ իմ տանկերս բերեի լիցքավորեի, 9 տանկ լիցքավորելուց, արդեն ավարտելուց հետո Օհանյանը կանչեց, ասում է ուշանում ենք, արդեն 7-ին 10 պակաս առավոտվա, 06:50 սահմաններում։ Օհանյանը կանչեց, ասում է գարենք, ուշանում ենք, 7-ին պիտի սկսենք հարձակումը, ասի 9 տանկ եմ լիցքավորում, մնացածը չեմ հասցնում լիցքավորում, էլի չեմ, բան չկա, դոստոպ չկա, էլի փակ է ճանապարհը, որ տանկերը անցնեն գան լիցքավորում, թե 9 տանկով առաջ են գնում։ Ես էլ 9 տանկով առաջ գնացի։ 9 տանկով առաջ գնացինք, արդեն հադրուտ
այդ 900 կիլոմետրի այդ տարածաշրջանում, որ տանկում ես նստած եմ, նրա կապը խափանվում է։ Դեմից ես էի գնում տանկից։ Նրա կապը մի ձևի խափանվում է, ես աջ կաղնեցի, աջ պայից կաղնեցի, երկրորդ տանկը չհասցրի կաղնեցնեմ, առաջի վաշտի հրամանատարներ։ Երրորդ տանկը առաջի վաշտի առաջի դասակի հրամանատարն է, լեյտենանտ Համզյանն էր։ Ես իրան իջացրեցի տանկից, իմ տանկը նստեցրեցի, ես Համզյանի տանկով սկսեցի առաջ գնալ, բայց արդեն երկրորդ տանկ։ Առաջինը արդեն առաջի վաշտի հրամանատարն է։ Գնացինք, արդեն Շարասյունը գնում էր, ես նայում եմ հետևից գալիս եմ, որ դեպի տանկերս գալիս է, Համզյանը արդեն միացած մեզ, տանկը միացած մեզ, գնում ենք ու պահի տակ արդեն ես տենում եմ առաջի վաշտի հրամանատարը դեմից գնում է, ես իրան կապով ասեցի նստի լուկի մեջ, էլի, դե նստած էր աշտարակի վրա նստած էր Գրիգորյան Արամայիսը։ Ես իրան կաման տվի, որպես ինքը նստի լուկի մեջ, որովհետև արտիլերիան կրակում է, որպես բեկոր մեկոր չկպնի, մեկ գլուխ թանի նայի, բայց հիմնականում մեջ չպահի, քեզ ինքը լսեց նստեց ու այդ պահի տակ տեսա, որ ես սայթաքում եմ։ Մինչև էդ ես արդեն հրաման էի տվել, որպեսզի աշտարակները միացնեն, լիցքավորեն, որովհետև ճիշտն ասած տեղանքին ծանոթ չեմ, չգիտեմ հակառակորդը որտեղ է, բայց ըստ իմ մտածելով, որ հեսա մի 2-3 կիլոմետրից մենք հասնենք հակառակորդին, էլի, որտեղ 900 կիլոմետրից արդեն 4-5 կիլոմետր մենք իջել ենք։ Այդ տանկս կամաց սայթաքեց սենց։ Ну, մեր բախտը բերեց, որ կամաց սայթաքեց, էլի մի անգամ էլ սայթաքեց ու կաղնեց սենց կողի վրա, արդեն նշանառու օպերատորը երևում է, լավ է վիճակը, մեխանիկ, ոնց է վիճակը, լավ է, բայց ակումուլյատորները ինչ որ կուտակիչ մարտկոցներ են, մեխանիկի ձախ կողմն է տեղադրված, մի երկու հատ թափվել է իր վրա, ասի ամեն ինչ նորմալ է, ասի հա, փորձում ենք մեխանիկին շուտ անենք։ Քանի որ տանկի մեջ էի ես առաջի վաշտի հրամանատարին կապ տվեցի նորից Գրիգորյան Արամայիսին, ասի ղեկավարությունը վերցրու քո ձեռը, ես տանկը շրջվել է, տենամ ոնց եմ անում, ինչ եմ անում, հետո կմիանամ ձեզ։ Որտեւ ինքն էր դեմից գնում։ Ինքը ընդունեց իմ ասածս։ Ընդունեց ու ես փորձեցի արդեն մեխանիկին հանել։ Մեխանիկին գիտեք մի քիչ դժվար էր հանելու, քանի որ աշտարակը եթե միացրած անեմ, տանկի աշտարակը միացրած անեմ, այդ մեխանիկի լուկը չի բաց։ Դժվար է բաց։ Դա բան կա, էլի նյուանսներ կա այդ կապված տանկիստները կհասկանան կանաղ դա։ Նո մեխանիկին արդեն մենք հանեցինք բանով Պայստան լուկով, մեխանիկի ներքևի տակը Պայստան լուկ կա, այդ Պայստան լուկով մենք մեխանիկին հանեցինք, ես արդեն համոզվեցի, որ մեխանիկը այդ ամեն ինչ լավ է, ես իրանց ցույցում տվեցի, որպեսզի մի 50 մետր տանկից հեռանան, ասի կարող բեսպիլոտնիկը խփի։ Ու ես մինչև փոսից դուրս եկա, արդեն մենակ կամազը տեսա անցնելուց, պեխոտը։ Ես ասեցի, որ տանկ BMP-ը կգա, բայց ակայեցի այդ կամազը հենց եղել է վերջի ավտոմեքենան, որ անցել է, ու ես չեմ էլ հասցրել դրանց կաղնեցնեմ։ Իսկ իմ մոտ կար մենակ բան մոտորոլը։ Ես այդ մոտորոլով չէի կարող տանկերի հետ կապ պահել, որտեղ տանկերը հաստիկային կապով է ղեկավարում։ Մեխանիկին նավոնշարու օպերատորին կանչեցի, չէ, հələ չեմ կանչել մեխանիկին։ Ես փորձեցի Օհանյանին կապի հանել։ Ես չէի իմանում ինքը վիրավորվել է, չի վիրավորվել, տեղյակ չէի։ 801 կանչեցի, մի երկու անգամ կանչեցի, ձեն չկար, 802, 803 տեղակալներին փորձեցի կանչեմ, տեղ չկա, ոչ մեկը ձեն չանեց, փորձեցի սոտու վրա զանգեմ, անհասանելի էին, լրիվ դե կապը մի քիչ բաներ, ոչ մի ձև կապ չկար, ու մոտ մի այդ որ ասում եմ մեխանիկին հանել ենք, դա մի 10-15 րոպե տևել է այդքան, էլի, նենց որ 2 րոպեի մեխանիկին հանել ենք, 10-15 րոպե տևել է, հետո անընդհատ փորձում էի մեկին կապի հանեի, սոտվու վրա, ես իմ մոտորոլով կանչեի եւ ինձ պատասխանեց մեր օպերատիվ բաժնի պետը, Վաչուն, Մանասյան Վաչուն փոխանդապետ, ինքը պատասխանեց, ու ինքը ինձ տեղեկացրեց, որ Օհանյանը վիրավորվել է, ասի բա ով է փոխարինը, ով է հրամանատարը, թե երևի տեղականներից մեկը տենց հրաման չկա, բայց ասում դե իմ հետ սենց բան է պատահել, էլի կապվեք մի հատ տեղակալին, եթե ձեր մոտից հնարավոր է բան, իրանք էլ են փորձում, չկա այդ հանասանելի կապը չի պատասխանում, իմ մոտ հայտերը չկար, հայտերան, ասինքն միակ կապը հրամանատարների մոտ լինում է, գումարտակի հրամանատարների բարձր տրամադրել են, բայց քանի որ այս տանկի մեջ եւ մոտորոլան է օգտագործում եւ հաստիկային կապը, հայտերած դրել եմ իմ աշտարակի մոտ sense փոքր բան կա էլի, տուփ կա, մեջը
որ հետո դուրս գամ տանկից, այդ կապը վերցնեմ, դրանով սկսեմ բանալ, հրամանատարների հետ կապ պահել։ Ոնց որ տանկը շրջվել է, այդ արդեն չեմ կարողացել բացեմ, այդ զիպը չեմ կարողացել բացեմ, էլի, այտենց կողաշրջվել է, ինքը գետին արդեն հորել է, չեմ կարողացել, ու հայտերած մնացել է դե։ Հետո մոտ մի 40 րոպեից, մոտ 40-45 րոպեից ժամկամանձիրի այդ տեղակալի հետ ես կապ հաստատեցի, ասեցի, որ այսպես բան է պատահել իմ հետ, դա սպասես, հա քեզ կմոտի կանանք։ Սպասի հրամանատարը, ասել է, Օհանյանը չկա, ինքն այլ հրամանատարը։ Ու տեսա այն բարձունքի վրա մարդիկ են, ասի դա հայեր եկան են, էլի, հեսա թուրք չի եկել հասել ստեմ, մին 500 մետր ինձանից բարձր։ Տղաներին կանչեցին, նշանավոր օպերատորը խացի իրարի գնանք մեր զորքի մոտ, վերջի վարան դուք կոմանաք ընդ ես կտենամ ինչ եմ անում, էլի։ Այ որ մեղադրում են, ասում են նրանց հետո չի ուզել շարունակել, ինչով շարունակեմ ես գնամ, հո բան չի, Երևանը չի մի հատ ավտոբուս նստեմ այդ կամ էլ չգիտեմ տա գրելու եք չի գրելու, բայց ուզում ասեմ ոչ կապ ունեմ ղեկավարելու, ոչ էլ տրանսպորտ կա, Yandex չկա, որ կանչեմ ասեմ ինձ տարեք դեպի առաջ գնամ տանկերը տենամ, ինչով գնամ ես, տեղանքին էլ ծանոթ չեմ, որ ուղղությամբ գնամ, քարտեզ չկար մոտս, քարտեզ չեն տրամադրել, ինչ անեի ես, հրաժարվել է որնը, հետո տեսա լրիվ տեխնիկաները գալիս են դեպի ինձ, հետո որ պիտի առաջա գնացին։ Մոտորաձգային գումարտակի հրամանատարը, հետո վերջում իմ տանկերից եկա։ Իսկ ժամը քանիսն է, թե։ Դա արդեն գծեթե ժամը 10 կողմ էր։ Մենք միացին 7-ին դուրս ենք եկել Տողզապրավկից։ Մենք մենակ 9 կիլոմետր հասել ենք 8:30։ Մենք եկել ենք այն թութակ կոչված, չասա թութակ կոչված այս պավարոտները մկաղնել, մի հատ նորից հրանգավորել զորքին, ես եմ էլի խնդրել հրամանատարին, որ կանգնի, մի հատ վերջի զորքը չգիտի ինչ անում։ Տեղանքին ես էլ չգիտեմ ասում։ Դե միջի 900 կիլոմետր մենք 8:30 անցել ենք։ 8:30 այդ ժամ, то есть մի ժամ ու կես մենք Տողզապրավկից մինչև 900 կիլոմետր կոչված այդ տեղամասը մենք դե 8:30 անցել ենք։ Արդեն տղից հետո արդեն որ ասում եմ, էլի մի 40 րոպե այդ միգուցե մի 50 րոպե, միգուցե մի ժամ էլի այտենց ես չգիտեմ, դա մոտավորապես։ Արդեն լրիվ տեխնիկաները եկել են իմ մոտ։ Որտեղ իմ տանկս ընկել է։ Ոչ թե իմ մոտ, այլ ինձանից մի 500 մետր են փոսի մեջ։ Ես ոտո մոտիկացա գումարտակի հրամանատարին, ասի ինչ ա եղել, այդ խփախի եք հետ եկել։ Բարի առաջ գնանք էլի, քանի որ իմ հետ էլ սենց է պատահել, թե գառնիկ, բանա, զինամթերքս բրծել է։ Ես եկել եմ դիսկավորում։ Մեր տանկիստներից հարցրեցին, ինչ ա եղել, դասում բան պենը եկել եմ, մենք էլ ենք եկել։ Նորից կապվում հրամանատարի տեղակալին, որ այսենց է վիճակը, համատլրիվ դե սպասել մենք հեսա դիսկո մոտի կանանք։ Որ տեղակալն ու շտաբի պետը եկա մեր մոտ, ասին որ պետք չի։ Իմաց չկա արդեն հարձակումը շարունակեց։ Ըստ քննության օպերացիային մասնակցած 44 տանկից 19-ը խոցվել է։ Այդ 44 տանկից քանի հատն էր ձերը եւ քանիսն է խոցվել։ Ընդհանուր առմամբ 44 չի մասնակցել, ընդհանուր առմամբ եղել է 35 տանկ, որից 15-ը եղել է տանկային բրիգադին, 20-ը իմ տանկս, ընդհանուր տանկերից եղել է 35։ Եվ 19-ը խոցվել է 4-ը իմս, չի խոցվել 4, իմս մի հատ է խոցվել։ 3 հատը անսարքունության պատճառով մնացել է մարտի դաշտում, մեկը իմս, որ ես ասել եմ տեխնիկա, ծիգա չուղարկեք, ձգենք, հանենք տանկս, ասին մութ հնգի, տենց է մնացել է դաշտում, երկուսն էլ անսարքունության պատճառով, իսկ 15-ը դա արդեն տանկային բրիգադի տանկերն ա եղել, իմը չի եղել դա։ Իմս 4-ն հատ է մնացել մարտի դաշտում։ Մնացածից կարողացել եմ հանեմ, եւ քանի որ արդեն իմ մնացած տանկերս, որոնք միջև լիցքավորվել ուշացել են, նրանք էլ եկել են արդեն միջև 9 կիլոմետրը, բայց արդեն ճանապարհը չիմանալով մնացել են 9 կիլոմետրը։ Հետո ես եկել եմ իրանց հավաքել, հետո այդ իրիկուն ցույցում են տվել, որ մենք տեղափոխվենք բան, մի այլ շրջան, Ֆիզուլիա մոտերք, մենք տեղափոխվեցինք ընդ Ես շտաբի պետին խնդիր դրեց, որպես ինքը տեղափոխի ինձ, որովհետև պաշտպանության բանակի հրամանտար անկետից նորից մեզ կանչել էին։ Ինքը տեղափոխվեց դե, նորից մինչև կես ժամը հրամանը փոխվեց, որ չտարեք 900 կիլոմետր նորից, եւ իմ շտաբի պետը նորից գումարտակը տեղափոխել է 900 կիլոմետր, որ հաջորդ օրը պիտի խնդիր կատարեք։ Շարասյուն էր։ Այդքան։ Հետո դեռ ըմբակոծություն, դա երկու տանկս վառվում է։
ամսի 9-ին նոր հանում ենք տվից տանկերը։ 3 տանկ հատետ է հրետանին խփում է, վառում է։ Նո միգուցե հատս է մեր աչքի դեմնար, բայց չի ճոկում հրետանի ախփում, թե հատս է ախփում։ Քննության մեջ նշված էր նաև օպերացիայի ընթացքում հայկական կողմը ունեցել է 20 զոհ։ Այդ 20 զոհից գումարտակը ձեր տանկային գումարտակը ուներ։ Ես զոհ տվել եմ ուրեմն 3 զոհ, մի հատ էկիպաժ, առաջի վաշտիրամանատարի տանկը հենց մարտի դաշտում միջև հետ գալը խոցվել է ԱԹՍ-ի կողմից։ Ես այլ վնաս չեմ տվել, տեխնիկան էլ 4 հատ եմ վնասվել։ Մարդկային կորուստը եղել է 3 հատ, իսկ երկրորդ գումարտակը չեմ կարա ճիշտ տոշնի ասեմ, տանկային բրիգադը չեմ կարա եւ պեխոտն էլ չեմ կարա ասեմ։ Իսկ առհասարակ ո՞նց եք վերաբերվում ձեզ առաջադրված մեղադրանքին։ Մասնավորապես, որ միջոցները չեք ձեռնարկել խափանված ղեկավարը վերականգնելու համար եւ մարտական գործողությունից խուսափելու դիտավորությամբ մնացել եք տեղանքում։ Դες բացական եմ վերաբերում։ Շատ դա անհիմն է, որ ասենք ղեկավարում, ես ասեցի, ու ինչով իրականացնեմ ղեկավարումը։ Եթե մոտ չկա 159 ռադիոկայան, որով կարենայի տանկերի հաստիկային կապի հետ գործակցեի։ Իմ մոտ չկար ուրիշ կապ, որտեղ ունեն վաշտիրամանատարները։ Իմ մոտ չկար մի հատ տեխնիկա կամ մի հատ ավտոմեքենա, որ մի քիչ առաջանա։ Ձիթ չկար, որ նստեի առաջանայի տենամ, մի ոտով է սուր գնամ առաջանամ։ Դա անհիմն մեղադրանք է էդի։ Անհիմն։ Դա եթե խուսափող ունեմ 3 տանկ եմ փոխել, էլ այն առաջի տանկի ֆոնի տակ կմնայի, այս տանկս փչացել է։ Կմնայի հենց այդ ճանապարհին ինչ ուզում են անեն։ Երկրորդ տանկն եմ փոխել, ասեմ, մի կողմ քաշի ասի կապս բարբադ է դարել, դու գնացեք ես կապ եմ սարքում էլի։ Եկի գնացել եմ հասել 1 կիլոմետր, 2 կիլոմետր հեռավորության վրա խուսափում եմ։ Ազնակազմը թողել եմ 1 կիլոմետր, 2 կիլոմետր հակառակորդից ես հեռու պահկվել։ Պահկոյեն առաջ տանկի ժամանակը պահկոյի կամ երկրորդ տանկի ժամանակ եմ փոխում տանկերս։ Չէ, դա անհիմն մեղադրանք է դրած։ Ես չգիտեմ դա ինչի համար է ընդհանրապես։ Եթե նույնիսկ դատախազը ասում է, որ ասենք դա այ ըստ իրան ասում է հրաժարվել է հետագա իրան գործողություններից, իհարկե դա վերցել է ինչ որ մեկի ցուցմունքից է վերցրել, իսկ ում ցուցմունքից կարա վերցնել վերադասի ցուցմունքներից։ Եթե վերադաս ցուցմունքները ասում են, որ ես հրաժարվի, են նորից կանչումից նորից խնդիր տալիս այդ նույն օրը։ Խին հաջորդ օրից նույն հրամանատար Հարությունյանը գովասանքի խոսքեր ասում, որ նու Հայրապետյանը զեկուցում է, որ մնացակայանը սենց խնդիր է կա տալ, Հարությունյանը այնքանի մեջ նույն Հայկարությանը, նույն այդ Սամվել Բաբայանը կաղնած ասում է, որ դե մնացակայան գառնիկը հալալա սենց ռուսնի է բացում։ Խի էլի թե հրաժարողում են մի անգամից գնդակը հարեին կամ ընդդղից տանեն ռազմական ոստիկանություն էլի։ Դա անհիմն է այդ մեղադրանքը։ Պրոստը գիտեք, ես չեմ ուզում նորից եմ ասում, էլի քննադատ եմ իրանց այդ հրամանատարությանը։ Բայց դուք եք պատասխանատու, դուք եք պատասխան տվեք էլի։ Խիկ մեղավորն եմ անգալիս։ Ամեն դեպքում 11 փորձագետների եզրակացությունը 306 էջանոց պարզեց, որ Ջալալ Հարությունյանի գործողությունները այս օպերացիայում եղել են գրագետ, զգոն եւ բարեխիղճ։ Իսկ դուք ոնց եք կարծում։ Դե չգիտեմ այդ փորձագետները ինչ փորձագետներ են, ռազմական փորձագետներ են, իրավաբանական փորձագետներ են, թե Ջալալ Հարությունյանի մտերիմ ընկերությունն է, այս դա չգիտեմ։ Բայց ես ասեցի 24 ժամվա մեջ 2 մարտական խնդիր անհնարին է թե տեխնիկան, թե զորք կատարի, նորից եմ շեշտում։ Երթ տա ինձ ինքը մարտական խնդիր է։ Ամենաբարդ մարտական խնդիրն է երթ կատարելը։ Այդ ամեն ինչը բացի դրանից տեղանքին ծանոթ ազնակազմը, նույնիսկ զորամաս հրամանատարը տեղանքին ծանոթ։ Չկա քարտեզներ, հիմի ես չեմ հասկանում այդ փորձագետները ոնց են դրական գնահատում ու ես չեմ ասում թող դրական գնահատեն, թող մի քիչ մեղավոր չլինի, ես չեմ ասում թող իրան մեղավորցնեն։ Բայց ոնց կարելի է փորձագետը նման եզրակացություն ունի։ Այ ասում է մնացակայան գառնիկի տանկ ընկել է փոսը, անվնաս դուրս է եկել, հետագայում յուրային զորքերի մոտ հրաժարվելով կատարել։ Ինչ անեի ես։ Եթե այդ փորձագետը մի քիչ մոտիկա ռազմական գործողության, մի քիչ մարտական գործողությունների մոտիկա, ինքը չի եզրակացնում այդ գումարտակի հրամանատարը ոնց հասնի իր զորքին կամ ինչով ղեկավարի։ Եթե իր ձեռը տակ չկա,
Միակ հնարավորությունը, որ եղել է տանկի մեջ ծծված տրամանատարին ասեմ ղեկավարությունը վերցնում այն ստո այդ կապն էլ է կորել։ Ակումուլյատորները արդեն մեխանիկը դուրս գալիս ու թափվում է, այդ արդեն անհնար է ակումուլյատոր տեղադրես, նորից կապ միացնես, մասսա միացնես։ Սալարկայա շռում թակարակը ես ասի ակումուլյատորների կլեմա մլեմա անջատի, մասսա անջատի, որ պաժար չընկնի տանկը։ Արդեն սալարկայա շռում դե։ Հիմա չգիտեմ այդ փորձագետը ինչից է եզրակացրել։ Հա, եզրակացրել է, որ Հարությունյանը դրական է։ Համաձայն եմ, բայց մեծ խիամ եղավ։ Մենք ենք բացական գործողություն արել, հայ։ Ես դա չգիտեմ։